Ողջույն սիրելիս։ Հայաստանի Արարատ մարզի ավետարանական հավատքի կյանքի խոսք եկեղեցին ողջունում է ձեզ։ Ես ուզում եմ Աստծո խոսքից մի տեղ կարդամ, ուղղակի ոչ թե կարդամ, դա Աստծո խոսքն է, դա Աստծուց է եւ ուզում եմ, որ դա ուղղակի Սուրբ Հոգով ընդունեք։ Օրհնեցեք Աստծուն նրա սրբարանումը, օրհնեցեք նրան նրա զորության հաստատությունը, օրհնեցեք նրան նրա զորավոր գործերի համար, օրհնեցեք նրան նրա մեծ փառավորությանը համեմատ, օրհնեցեք նրան շեփորի ձայնով, օրհնեցեք նրան տավիղով եւ քնարով, օրհնեցեք նրան թմբուկով եւ պարով, օրհնեցեք նրան թելավոր նվագարաններով եւ սրինգով, օրհնեցեք նրան ձայնավոր ծնծղաներով, օրհնեցեք նրան մեծաձայն ծնծղաներով, ամեն շունչ ունեցողը թող օրհնե Տիրոջը, հալելույա։
Դու բարի ես իմ Աստված։ Բարի ամեն ժամանակ Եկեք բացենք Մատթեոս 8-րդ գլուխ 5-րդ խոսքից ես ուզում եմ կարդալ մեզ շատ հայտնի տեղ։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ եկավ նրա մոտ, աղաչում էր նրան եւ ասում. «Տեր, իմ ծառան անդամալու ծնկած է տանը եւ չարաչար տանջվում է»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։ Եվ հարյուրապետը պատասխան տալով ասեց. «Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասեր, եւ իմ ծառան կբժշկվի։ Որովհետեւ ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ, եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ, եւ ասում եմ սրան գնա, եւ գնում է, եւ ուրիշին եկ, եւ գալիս է, եւ ծառայիս այս բանը արա, եւ անում է»։ Շատ հետաքրքիր տեղ է, եւ մենք շարունակություն նույնպես կկարդանք, կարծես Աստվածաշնչում շատ քիչ նոր կտակարանում շատ քիչ տեղեր կան, որտեղ Հիսուս ասում է նա զարմացավ։ Իրականում սա այն տեղերից է եւ եզակի շատ քիչ տեղերից է, որ Հիսուսը զարմանում է։ Իրականում իրոք բոլորիս համար էլ այս մարդու հավատքը, որը հենց ինքը նույնիսկ կարծես
Արցոդանից չէր կարծես։ Եվ մտայերին հարյուրապետ եկավ, այն ժամանակ հարյուրապետները հիմնականում հռոմեացիներ էին լինում, ինչքան ես չեմ սխալվում։ Բայց տեսեք ինչպեսի հավատք ուներ։ Եվ ինչպես ինքը ճանաչում էր Հիսուսի Աստծո խոսքի իշխանությունը։ Գիտես, Աստվածաշնչում 64 անգամ գրված է 10-րդ բառը։ 10-րդների 10-րդով ես չեմ հաշվել ընծա եւ նվիրաբերություն բառերը։ Դու գիտես եւ հավատում ես, որ Աստծո խոսքը Աստվածաշնչում է գրված, ճիշտ է, դու կարդացել ես 10-րդի մասին, ասենք երկնքից ինչ-որ բաներ չեն հորինում, որպեսզի փող հավաքեն։ Ես միշտ մտածել եմ, որ Աստված մեր ֆինանսների կարիք չունի։ Մենք ունենք իրենց ֆինանսների կարիք։ Պատկերացնում եք այդ ֆինանսները, եթե չլիներ, մենք հիմա 60 քարերի վրա հստակ ծառայություն լցկացնեինք։ Չէ՞ որ այս ամեն ինչը ֆինանսարժի։ Բայց դա միայն, ասում եմ, եւ ասում է Աստծո խոսքը, բերեք Տիրոջը տուն, ամեն գանձերը, հա, քո լավագույնը քո երախայրիներից, ամենասիրուն, ամենաթանկ, ամենաճռճռանը, որ իմ տանը պակաս չլինի, որ իմ տունը լիքը լինի, որպեսզի դու լավ զգաս քեզ իմ տան մեջ, որպեսզի գաս եւ կարիքներ չունենաս, որպեսզի ինքան օրհնված լինի, իմ գանձարանը այնքան լիք լինի, որ ես եւ շատության եւ քչության մեջ հասնեմ բոլոր կարիքավորներին։ Ամեն։ Որ մենք հասնենք նրանց, ովքեր հաց չունեն ուտելու, հագուստ չունեն հագնելու։ Մենք նոր այս հիմա էլ է դա կատարվում, բայց պատկերացնում եք, որ իրականում իրոք Տիրոջ գանձարանը այնքան լիքը լինի, որ ընդհանրապես ֆինանսի խնդիր չլինի։ Բայց գիտես, հարցը կայանում է նրանում, ոչ թե Աստված խնդիր ունի տալու մեզ այդ գումարները, այլ մենք արդյոք հավատում ենք Աստծո խոսքին։ Արդյոք հավատում ենք, որ Տերը ասում է տուր եւ կտրվի քեզ։ Լեփլեցուն լիքը թափտրված, այնպես ինչպես կուզեի, որ քեզ տային։ Եթե իրականում իրոք մենք այնպեսի հավատքով ընդունենք 10-րդի զոհաբերության ընծայի խոսքը, ինչպես մեր փրկությունը ընդունեցինք, մեր կյանքերը ուրիշ ձև կդասավորվեն եւ հիմա այլ կարգավիճակում կլինենք, թե ֆինանսապես եւ այլ իրավիճակներում։ Փառք Տիրոջը, որ մենք միանգամից հավատում ենք, որ Տերը մեզ փրկել է։ Մի քիչ դժվար ենք հավատում, մենք հավատում ենք, որ պետք չէ բժշկության համար, բայց չէ՞ որ Աստծո խոսքը չի փոխվում։ Միթե Աստծո խոսքը փոխվում է, միթե Տերը փոխվել է։ Տերը խնդիր չունի հրաշքներ անելու քո կյանքում։ Հենց է, ուզում որ հետ գնաս, հիշես ոնց ես դու փրկվել, ինչ հրաշքներ եւ նշաններ ուներ, ինչ հավատքով էր քայլում Տիրոջ հետևից։ Սիրելիս, Աստված չի փոխվել։ Մենք ենք փոխվում։ Մենք ենք կասկածի տակ դնում Տիրոջ խոսքը։ Բայց արի ու տես, Հիսուսը երբ որ զարմացավ այս հարյուրապետի խոսքի վրա, եւ ինչ ասեց։ Երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասեց ետևից եկողներին։ Հիսուսը լսեց եւ զարմացավ։ Եթե իր ետևից եկողների մեջ, եթե Աստծո ժողովրդի մեջ, հա, այդպիսի մարդիկ լինեին, այդպիսի հավատքով, բայց չնայած նրանք Աստծո ետևից էին գնում, ովքեր էին գնում, աշակերտներն էին գնում, եւ մեծ բազմություն հրաշքներ, նշաններ տեսած։ Բայց ինքը այս մարդը իրեն զարմացրեց։ Եվ նա նույնիսկ եկեղեցի չէր գնում։ Եվ նա նույնիսկ չէր իր հետևից գնում, նույնիսկ լավ չէր երևի ճանաչում Աստծո խոսքը, Աստվածաշունչը։ Բայց ասում եք, ես գիտեմ, որ դու իշխանություն, դու ինքդ իշխանություն ունես։ Ես էլ իշխանություն տակում մարդ եմ, գիտեմ ինչ է նշանակում մարդ, որ իշխանություն ունի։ Երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասաց ետևից եկողներին. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ, եկեղեցու մեջ, Աստծո տան մեջ, Աստծո որդիների մեջ, պատկերացնում եք մի աշխարհիկ մարդ այնտեղ զարմացնում է, հիմա քանի հազարները զարմացնում են Տիրոջը իրենց հավատքով, ասում այսպիսի հավատք չտեսա։ Եվ ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից եւ արևմուտքից, շատ շատերը աշխարհից կգան եւ կնստեն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ երկնքի արքայությունում։ Եվ ես չեմ ուզում կարդամ շարունակությունը, որը դու լավ գիտես։
կարդա եւ մտածիր եւ աղոթիր։ Միգուցե դու ասում ես ինչ կապ ուներ սա դասանորդի խոսքի հետ։ Աստծո խոսքը ամեն բան Աստծո խոսքն է, կապ չունի դասանորդի մասին է խոսում փրկության, բժշկության։ Ամեն խոսք Տիրոջ կամքն է, ամեն խոսքի մեջ Աստված է ապրում։ Եվ իրականում այսօրվա քո զոհը, քո դասանորդը, քո ծանր, որ դու անում ես, արա հավատքով, հավատալով իրականում, որ Տերը պատասխանում է։ Միգուցե դու ունես շատ ֆինանսներ ցանած, որոնց Տերը չի պատասխանել, քո կարծիքով։ Մի արա հենց այնպես, կամ որովհետև ուղղակի խոսք է խոսում, կամ ասեմ գնամ գցեմ, որ կողքին ես չտեսնի, որ ես ուղղակի գումար չեմ բերել։ Սիրելիս, դա մենք մեզ համար ենք անում, ոչ մեկի համար չենք անում, մեզ համար։ Մեր Աստծուն ցույց տալը, որ մենք իրան սիրում ենք, որ մենք հավատում ենք իր խոսքին։ Եվ ես ուզում եմ, որ դու ինքդ քեզ նորից հարց տաս։ Հավատում ես արդյոք Աստծո խոսքին։ Աստված օրհնի քո զոհը։ Սիրելիներս, եկեք կանգնենք ոտքի եւ գոհանանք մեր Տիրոջից, մեր Աստծուց, ամեն բանի համար, այն ֆինանսը հիմա որ դու զոհում ես, այն ֆինանսը հիմա որ դու տալիս ես Տիրոջը, որ նա քեզ տվել է առողջություն, որ դու վաստակ ես եւ ուրախությամբ եւ գոհությամբ տուր Աստծուն։ Ողջ փառքը քեզ Տեր, որ դու ամեն բան տվեցիր մեզ համար, որ դու գտնես մեզ Տեր, շնորհակալ եմ քո հայրական սրտի համար։ Անկամ Տեր իմ Աստված, դժվար պահերի դու մեզ հետ ես, դժվար պահերի դու մեզ չես մոռանում, թեև մենք Տեր քեզ մոռանում ենք, բայց դու մեզ չես մոռանում Տեր, դու ես մեր հույսը, դու ես մեր ապավինությունը։ Դժվար պահերի դու հույսն ես իրեն, ապավեն ես իմ սրտի, հավատային ես իմ Տեր, հավիտյան։ Դե պատահի ես շուրջը իմ, ապավեն ես դու իմ սրտի, հովին ես
Խոսքերը պես մող պետք է
ցավը նրան հայտնի է։ Ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այն պահից հասկացա ողբեր, որ դու պետք ես ինձ, եւ անցային կողքով, եւ անցային կողքով, եւ ասացի ինձ ապրի, ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այն պահից հասկացա ողբեր, որ դու պետք ես ինձ, այն պահից հասկացա ողբեր, որ դու պետք ես ինձ, այն պահից հասկացա ողբեր, որ դու պետք ես ինձ, Hallelujah, hallelujah, այն hallelujah. պահից հասկացա Hallelujah, hallelujah, քեզ Քրիստոս։ Hallelujah, քեզ Տեր։ Hallelujah, քեզ Փրկիչ։ Բարք ես Տեր։ Բարք ես Հիսուս։ Դու պետք ես մեզ Տեր։ Պետք ես մեզ Տեր։ Ես Քրիստոս դեպի մասնակցում ես։ Հաստատի Տիրոջ սուրբ ներկայության մեջ։ Հաստատ նրան, որ նա քեզ պետք է։ Հաստատ նրան, որ դու նրան անանցնեք կյանք չունես։ Հաստատ նրան պետք չկա ես սիրում։ Հաստատ նրան մոտ է քաղ դրան բաց։ Քաղ դրան բաց։ Սիրո Աստված։ Ողորմ Աստծո։ Դու պետք ես ինձ։ Դու պետք ես ինձ։ Դու պետք ես ինձ։ Ես սիրում եմ քեզ Քրիստոս։ Ես սիրում եմ քեզ Հիսուս։ Ես սիրում եմ քեզ Տեր։ Ողջ մտքից, ողջ մտքից։ Թանկագին Հիսուս, թանկագին Հիսուս, թանկագին Հիսուս, թանկագին Հիսուս, դու պետք ես շնորհակալ ենք քեզ Տեր, քո քասության համար, շնորհակալ ենք Տեր քո ողորմության համար, շնորհակալ ենք Տեր որ դու մեզ փրկեցիր, շնորհակալ ենք քեզ ողջ փառքը քեզ Հիսուս, ողջ փառքը քեզ ապատկան, հալելույա, եկ ծափարեք սիրելիս նրան, Ես սիրելիս ես քո ծափերի մեջ քույս տեսա, հալելույա, Հայր մեր ամենակարող Աստծուն, դու կարող եք կարճ ժամանակով նստել Տերը օրհնի ձեզ, մենք ձեզ շատ ենք սիրում։ Տերը օրհնի ձեզ սիրելի եկեղեցի, ողջ փառքը, զորությունը, իշխանությունը պատկանում է մեր Աստծուն, Հիսուս Քրիստոսին։ Մենք այստեղ հավաքվել ենք նրա որդու անունով, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք պաշտում ենք նրան, երկրպագում ենք նրան եւ ողջ երկրպագությունը նրան է պատկանում։ Իրես մեր երկրպագության մեջ երևում է կյանք կա թե չկա։ Ես ծառայության անցնել ես ուզում էի տխուր նոտայով սկսեի երկու օր առաջ մեր սիրելի Արարատի զավակը երեխան մահացավ։ Ես շատ ծանր է, բայց մեն մխիթարությունը Սուրբ Հոգուս կարող է լինել։ Ոչ մի մարդ չի կարող մխիթարել, մեն Սուրբ Հոգին կարող է մխիթարել։ Ես քեզ կոչ եմ անում կանգնիր այդ մարդկանց ընտանիքի կողքին։ Դրանք մեր կարիքը չունեն, Աստծո կարիքն ունեն։ Մենք բոլորս Աստծո կարիք ունենք, սիրելիս։ Տերը օրհնի նրանց։ Ի վերջո մենք չենք կարող կանգնել տխրության մեջ, մենք պետք է շարունակենք, գնանք, շարունակենք ծառայել Աստծուն։ Մենք ընդհանրապես միակ ուրախություն ունենք, որ բոլոր երեխաները Տիրոջն են պատկանում։ Եվ գնալու ենք ի վերջո մենք բոլորս մեր վերջը այնտեղ գնալու ենք տեսնենք։ Եվ մեր կյանքը դրա պատասխանատեղ մենք որտեղ ենք լինելու, դրախտում թե դժոխքում։ Ես երբեմն մարդիկ չեն կարողանում արտահայտել դժոխք բառը իրենց կյանքին համապատասխան։ Ես երկար մտածում եմ ու խորհում եմ թե Տերը ինչ խոսք պետք է տար։ Մարդկային այդ խոսք էր եկել ուզում էի մարդկային ձևի այդ խոսքով կիսվել,
Բայց երբ որ իրականում Տերն է խոսքը տալի, Տերն էլ առաջնորդում է։ Ես խոսալու եմ մի թեմայի շուրջ, որը շատերիս կյանքում այդպես է։ Խոսալու եմ մի թեմայի շուրջ, որը շատերիս հաճելի է։ Մի անգամից եկեք գնանք 5 կտակարան, երկրորդ օրինաց։ Եթե ես ուզում չգիտեի ինչա կոչվում երկրորդ օրինաց, ապա ասեմ։ Երկրորդ օրինացը դա օրենքները կրկնվում են եւ մեկնաբանվում։ Դրա համար էլ կոչվում է երկրորդ օրինաց։ Երկրորդ օրինաց առաջին գլուխ 2-ից 3 խոսքերը կարդան։ Քերոբեից մինչև Կադես Բարնես 11 օր է Սեիր Սարի ճանապարհովը։ Եվ եղավ 40-րդ տարվա 11-րդ ամսի մեկին, որ Մովսեսն ասեց Իսրայելի որդկանց, ինչպես որ Եհովան բոլոր նրան պատվիրել էր նրանց համար։ Երկրորդ օրինաց առաջի գլխից 2-ից 3 խոսքերը 210 էր, եթե դուք Աստվածաշունչը չես բերել։ Բերել ես, եթե բերել ես։ Սիրելիս, այստեղ խոսում է, որ 11 օրվա ճանապարհ էր, այլ 40 տարվա ճանապարհ է։ 5 կտակարանում։ Ինչու 40 տարի երբեմն դուք ես հաս չես տվել Աստվածաշունչը կարդալուց։ Ինչու 40 տարի եթե ոչ 11 օր, 11 ճանապարհ կարող Մովսեսը ժողովրդին առաջնորդել դեպի Քանանի երկիրը։ Միանգամից գնան երկրորդ օրինաց 8-րդ գլուխ, այստեղ մեր պատասխանների շատերը կհասկանանք։ Առաջի խոսքից 9-րդ խոսքերը 222 է։ Կարդամ առաջի խոսքից։ Կխնդրեմ հետևես։ Այն բոլոր պատվիրանքները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, զգուշ եղեք, որ անեք, որպեսզի ապրեք եւ շատանաք եւ մտնեք, ժառանգեք այն երկիրը, որ Եհովան ձեր հայրերին երդմով խոստացավ։ Եվ հիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովա Աստված այս 40 տարիումը քեզ մանածեց անապատի մեջ, որ քեզ խոնարհեցնե, քեզ փորձելու եւ սրտի միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես, թե ոչ։ Եվ քեզ խոնարհեցրեց եւ սոված պահեց։ Եվ մանանա ուտեցրեց, որ ոչ դու ես ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնեք, թե ոչ միայն հացով կապրեմ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրե։ Քո վրա հանդերձ չլինացավ եւ ոտքերը չուրեցան այս 40 տարումը։ Եվ իմացիր սրտիդ մեջ, որ ինչպես մի մարդ կխրատե իր որդին, քո Եհովա Աստվածն էլ քեզ խրատում։ Քեզ է խրատում։ Ուրեմն քո Եհովա Աստվածը պատվիրանքները պահես, որ նրա ճանապարհներում գնաս եւ նրանից վախենաս, որովհետեւ քո Եհովա Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի երկիր առատ դաշտերից եւ սարից բխող գետերով, աղբյուրներով եւ խոր ջրերով, մի երկիր առատ սորենով, գարիով, այգիներով, թզերիներով եւ նռնենիներով, յուղ, տվող ձիթենիների եւ մեղրի երկիր, մի երկիր, որի մեջ չքավորությամբ չես ուտիլ հացը, եւ որի մեջ բնավ մի բան պակաս չես ունենալ, եւ մի երկիր, որի քարերը երկաթ են եւ որի լեռներից պղինձ կհամես։ Ամեն։ Ամեն։ Սիրելիս Աստված խոսում էր 11 օրվա ճանապարհը, թե ինչպես պետք է անցնենք 40 տարում։ Եվ որտեղ էր տանում Աստված։ Ես կարդացի, թե որտեղ էր տանում։ Մի երկիր, որտեղ օրհնությունները անպակաս են լինելու։ Մի երկիր, եթե դու պահեիր Տիրոջ պատվիրանքները, կմտնեիր այդ երկիրը, կմտնեիր Տիրոջ երկիրը։ Խոսում Աստված, որ 40 տարվա ընթացքում Իսրայելի ժողովուրդը, հրաշ ժողովուրդը ոչ մի բանի կարիք չունեցավ, ոչ մի կերակուրի կարիք չունեցավ, նրա շորերը, նրա ոտքի կոշիկները չմաշեցին, մանանան էին ճաշակում, միսն էին ուտում, լորամարգիներն են ուտում, երկինքից թափված, եթե հիշում ես։ Ինչու 11 օր չէ, եթե 40։ Իրես Աստված ուզում է այդ 40 տարիների ընթացքում մարդուն ցույց տալ, որ առանց իրա չի կարող մարդը անել։ Սիրելիս, հաճախ ենք ասում այս արտահայտությունը։ Ինչու մեր կյանքում այս վիճակը։ Ինչու մենք այսպես։ Ինչու մեր խնդիրները։ Ինչու այս դժվարությունը։ Ինչու այս ֆինանսական վիճակը։ Ինչու մենք հույս չունենք։ Ու գիտես ովքեր են ասում քրիստոնյաներս։
Ինչու հիվանդությունները։ Եթե դու 5 տակարանը կարդացել ես 40 տարիների ընթացքում Աստծո ժողովուրդը միշտ բողոքում էր ինչու Տեր Աստված։ Մանանան ուտելուց հետո, օրհնվելուց հետո, բժշկվելուց հետո, երգիքը բացվելուց հետո միշտ ասում են ինչու Տեր Աստված։ Գիտես, երբ որ համեմատում ենք մեր այս ժամանակաշրջանն ու այն ժամանակաշրջանը, հասկանում ենք, որ մի փոքր գնացել ենք 5 տակարան։ Մենք չենք գոհանում Աստծուց։ Միշտ իջումները կան մեր կյանքում։ Միշտ իջումները անպակաս են մեր կյանքից։ Ես չեմ ասում մի դուր այդ հարցերը, բայց ես ասում եմ այդ իջումները մեր կյանքում կան սիրելիս։ Սակայն այլ հարց եմ ուզում տալ ինձ ու քեզ։ Ինչու ոչ ես ու դու։ Ինչու ես քո կյանքում պետք չլինի։ Ինչու ես դու մտածում որ քո կյանքում չպետք է լինի։ Դժվարությունները, բարդությունները, հիվանդությունները, խնդիրները, ինչու որ քո կյանքում պետք է չլինի։ Ինչ որ մի մարդ կա այստեղ որ այդ հարցի պատասխան ունի։ Իրես մենք մտածում ենք, երբ որ ապաշխարեցին վերջ, օրհնությունները թափվում են, օրհնությունները բացվեց, երկինքը բացվեց, բայց ընթացք կա, որ ես ու դու պետք է քայլենք։ 40 տարի Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, կարելի ասել անշնորհակալ վիճակում։ Միտեղ էլ ասում են ավելի լավ է Եգիպտոսում ստրուկություն էին անում, Տեր ջան, Մովսեսին էին ասում։ Դες Քանանը, որ Աստված տանում էր Իսրայել ժողովրդին, խոստացված երկիրն էր։ Եվ նրանք դուրս եկան եւ 11 օրվա ճանապարհ անցան 40 տարով, որովհետեւ Աստված ինչ որ բան էր ուզում ասել նրանց։ Աստված ինչ որ բան էր ուզում անել այդ 40 տարիների ընթացքում։ Աստված ուզում էր փոխել, որպեսզի այդ երկիրը ժառանգեին։ Աստված ուզում էր իրենց տկության միտքը փոխել, բայց նրանք այդպես էլ չժառանգեցին։ Հասան Քանանի դռների առջև, հասան դեպի Քանանը, տանող ճանապարհը, բայց նրանք այդպես էլ չմտան Քանանի երկիր։ Մովսեսը չմտավ Քանանի երկիր, Հեսուն գնաց ժառանգեց այդ երկիրը։ Գիտես, ինչ դու չես մտածել, երբ որ Եգիպտոսից դուրս եկան։ Ինչու Կարմիր ծովի առջև տարավ Աստված մարդկանց։ Ինչու ժողովրդին տարավ Կարմիր ծովի առջև։ Ես մտածում եմ, որ հաստատ մեկ այլ ճանապարհ կար, որ կարային ժողովուրդը գնային, որովհետև Աստվածաշունչն էր խոսում դրա մասին։ Ավելի հեշտ ճանապարհ կար, որ կարային մարդիկ գնային։ Բայց Աստված տարավ հենց այդպես, որպեսզի ցույց տա իր փառքը մարդկանց, ցույց տա, որ առանց իր ոչ մեկ չի կարող։ Ցույց տա, թե ինչքան հզորանա։ Ամեն։ Կապ չունի Եգիպտոսի թագավորն է բարձրացել, փարավոնն է բարձրացել, փարավոնն է իր արգերով գալիս, փարավոնն է հարձակում։ Սիրելիս կապ չունի ինչ իրավիճակն է հարձակում քեզ վրա։ Քո Աստված փարավոր Աստված է։ Ամեն։ Աստվածի ժողովրդին տանում էր Քանան անապատի միջով, սակայն անապատը չէր Աստծո կամքը։ Նրա վերջնական եւ կատարյալ կամքը Քանանն էր։ Սիրելիս, մենք քրիստոնյաներս անսկսելով մեր կյանքի վերջը անցնում ենք անապատի մեջով։ Գիտես, եթե դու չսովորես թե ինչպես չանցնել, եթե դու չսովորես ճշմարտապես քրիստոնյապես կյանքով ապրել, դու անցնելու ես անապատի մեջով։ Կապ չունի ծառայող ես, սովորական մարդ ես, կապ չունի թե դու ինչ որտեղ ես, ինչպես ես անցկացնում քո կյանքը։ Եթե դու չսովորես Աստծուց չվերցնես, դու անցնելու ես այդ անապատի մեջով։ Կապ չունի մենք ինչ ընթացքի մեջ ենք։ Այն ինչ պատահում էր մինչև Քանան անցողիկ ու ժամանակավոր էին, եւ պետք է նպաստեին, որ Աստծո ժողովուրդը հասներ Քանան։ Մենք միշտ կարճ, հեշտ ճանապարհներ ենք փնտրում կյանքում, սակայն միշտ չէ, որ կարճ ճանապարհը լավագույնն է մեզ համար։ Այո, ես ու դու կուզենք, որ դժվարություն, խնդիր չլինի մեր կյանքում։ Ամեն բան լինի հեշտ, հասարակ, սակայն իրականությունն այդպիսին չի, սիրելիս։ Աստված ինքը հեշտությամբ ձեռք չբերեց մեզ։ Աստված ինքը հեշտությամբ ձեռք չբերեց եկեղեցին։ Աստված ինքը հեշտությամբ չխաչվեց։ Գիտես, Հիսուս ինքը հեշտությամբ չխաչվեց։ Տանջեցին նրան, ծեծեցին, իսկ լավ գիտես ինչ արեցին։ Դու ինչ մտածում ես հեշտ էր։ Հեշտ չէ։ Իմ ու քո մատը մի հատ փուշ ա մտնում։ Օհ, Տեր, իմ ու քո մատը մի հատ փոքրիկ կտրված կա լինում։ Օ, Տեր, հեշտ չէ։ Աստված ինքը հեշտությամբ ձեռք չբերեց մեզ, ինքը գին վճարեց մեզ համար, խաչելության գինը վճարեց։ Այսօր մենք պետք է հասկանանք գնահատենք Տիրոջ գործը, սիրելիս։ Գնահատենք նրա արածը։ Կապ չունի որ վիճակում ենք։
Կապ չունի անապատն է եկել մեզ պատել։ Կապ չունի ինչ իրավիճակն է մեզ պատել, հիվանդությունը, խնդիրը, ֆինանսները, կարիքները, մենք պետք է գնահատենք Տիրոջ խոսքը։ Անապատ որտեղ կան, գիտես, անապատում կան օձեր, անապատում կարիճներ կան, անապատում կա սով, ծարավ, ջուր չկա, անապատում կա մահ, անապատում կա այդ սատկած կենդանիների հոտը, որով նրանք ծարավից, սովից սատկել են։ Դու ինչ մտածում ես, Աստված ուզում է քեզ այդպիսի անապատով անցկացնել։ Ես անապատում չկա կենդանություն։ Անգամ բուսականություն չկա անապատում, անապատում միայն ավազ է։ Անապատում լինում են միայն այնպիսի փշեր, բույսեր, որ նրանց արմատները խորն է գնում և ջրերից են սնվում։ Կապ չունի ինչքան էլ շոգ է լինում, ինչքան էլ տաք է լինում, նրանք այդ փշերն են միայն լինում։ Աստված մեզ ուղեկցում է այնտեղ, չէ որ նա գիտի, որ այնտեղ թունավոր օձեր կա։ Ինչու է Աստված մեզ ուղեկցում այնտեղ։ Չէ որ նա գիտի, որ այնտեղ թունավոր օձեր կան։ Ինչու է նա մեզ տանում այդ ծարավոտ տեղերը։ Մեր կյանքի անապատները կարող են տարբեր կերպով լինել։ Ֆինանսական անապատներ, հոգևոր անապատ, հալածանքներ, հիվանդություն, հիվանդության անապատ, անհաջողության անապատ, մահվան անապատ, դժոխքի անապատ, որ մեզ պարփակում է։ Ինչու Աստված չի տեսնում դա սիրելիս։ Ինչու Աստված չի տեսնում սիրելիս այդ վիճակները։ Աստված տեսնում է սիրելիս։ Ամեն։ Առաջի Պետրոս, բացենք Առաջի Պետրոս 4 գլխի 17-րդ խոսքը։ 4 գլխի 17-րդ խոսքը։ Այստեղ այսպես է գրված. Սիրելիներ, օտար բան մի համարեք, այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է։ Իբր թե մի օտար բան է պատահում ձեզ։ Եթե դու հիմա ասում ես անապատի մեջ սիրելիս, Աստծո խոսքը ասում է, օտար մի համարիր այդ անապատը, որ դու անցնում ես։ Ինքը խոսում է, որ կարիք է լինելու, որ դու անցնես այդ անապատը։ Ընդունի, որ դա օտար չէ քեզ, որ դու պետք է անցնես այդ անապատով։ Շատերն ասում են, որ Աստված ինձ թողեց, Աստված ինձ լքեց, հեռացավ ինձանից, նրա հոգին հեռացավ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ թվում է, թե նա հեռացել է, վստահեցնում են քեզ Սուրբ Հոգով, վստահեցնում են քեզ Աստծո խոսքով, որ նա քեզ երբեք չի թողի, երբեք նա քեզ մենակ չի թողի, սիրելիս։ Ամեն։ Նա քեզ գիտի։ Սաղմոսներում հետաքրքիր մի բան է գրված։ Ասում է, վստահ եղիր, մահվան շուքի ձորով էլ քայլես, նա չի թողի քեզ։ Պահի քո սրտի մեջ։ Եթե դու շարունակում ես վստահել նրան, շարունակում ես հավատարիմ մնալ նրան, նա միշտ քեզ հետ է։ Թեև շատ ժամանակ, երբ որ մենք անհավատարիմ ենք գտնվում, նա շարունակում է սիրով որպես մնալ մեր կողքին։ Իրես, շատ ժամանակ մենք նրան անհավատարիմ ենք մնում։ Շատ ժամանակ մենք նրան անհավատարիմ ենք մնում։ Ես չգիտեմ, այդպիսի մարդ կա, որ ինքը կարի ասի, որ ինքը անհավատարիմ չի։ Շատ ժամանակ մենք նրան անհավատարիմ ենք մնում։ Անհավատարիմ նշանակում է նրա խոսքը չպահել, անհավատարիմ նշանակում է նրա պատվիրանքները չպահել, անհավատարիմ նշանակում է նրան չծառայել, անհավատարիմ նշանակում է բնավորությունը չփոխել, Աստծո խոսքի համապատասխան։ Հոբ 23-րդ գլուխ 8-10-րդ խոսքը։ Հոբ 23-րդ գլուխ 8-10-րդ խոսքը։ Բացենք միասին։ Հոբ 23։ Հետաքրքիր մի բան այստեղ գրված։ Խոսում է այն մասին, որ Աստված ամենուրեք քեզ հետ է, ամենուրեք քո կողքին է։ Ահա գնում եմ դեպի արևելք եւ նա չկա, եւ դեպի արևմուտք եւ նրան չեմ նշмарում։ Դեպի հյուսիս իր գործողությունումը եւ չեմ գտնում։ Հարավումն է ծածկում եւ ես նրան չեմ տեսնում։
Սակայն նա գիտե իմ ճանապարհը, ինձ փորձելիս ես ոսկի նման դուրս կգամ։ Սիրելիս, քեզ փորձելիս դու պետք է ոսկի նման դուրս գաս։ Քեզ փորձելիս պետք է դու ոսկի նման դուրս գաս։ Ես չգիտեմ, մարդ կա որ հոբի պես տանջվեց, մարդ կա որ հոբի պես կարողացավ Տիրոջը կանգնել ու ասել ես քեզ փառավորեմ, իմ բառերով եմ ասում։ Սատանան եկավ եւ հոբից վերցրեց ամեն ինչ։ Ուղիղ իմաստով ամեն ինչ։ Ընտանիքը վերցրեց։ Ֆինանսները վերցրեց, հիվանդությունը տվեց, երեխաներին վերցրեց, տկարությունը տվեց։ Բայց հոբը ինչը վերջ կանգնեց եւ ասեց. Տեր, ես փորձվելիս, ինձ փորձելիս ես ոսկի նման դուրս կգամ։ Ես չեմ մտածում որ այդպես մարդ կա որ հոբի նման անցավ։ Որ հոբի նման sense քայլեց։ Այո, մենք մարդ ենք, գնում ենք, բայց ոչ մեկ այդպես չի կանգնում։ Հավատարմորեն։ Եվ ասում. Տեր, շնորհակալ ենք, որ այս փառթությունների մեջ փառավորում ենք քո անունը։ Ես մենք ենք ճանապարհ ընտրում հեշտության ու դժվարության։ Հեշտի հետևը ես մի բան եմ հասկացել, օրհնություն չկա։ Դժվարի հետևն է օրհնությունը։ Ես մի փոքրիկ բան հիշեցի, երբ որ առաջին անգամ ինձ հանձնարարում էին, ով խնդրել էր որ խմբար կանցկացնեի, ես մտածում եմ ինչ մի բարդ գործողություն է, բարդ ընթացք կա, ես։ Բայց գիտես, հենց դու սիրելիս, հենց ես սիրելիս, որ պետք է մտնենք ու մեր սիրտը տանք Տիրոջը, ու դժվար ճանապարհով անցնենք, կարմիր ծովը ճեղքենք, հեշտության մեջ հրաշք չկա, հեշտության մեջ հրաշք չկա, դժվարության մեջ է որ հրաշքը գալիս եւ Տերը անում այդ հրաշքը, հեշտ ճանապարհի մեջ հրաշք չի։ Դրա համար կարմիր ծովը ճեղքվեց, հրաշքը եղավ։ Եթե ուզում ես քո կյանքում կարմիր ծովեր ճեղքվեն, ընտրիր դժվարության ճանապարհը, մի ընտրիր հեշտության ճանապարհը։ Սպասիր Աբրահամի նման, սպասիր Եղեի նման, սպասիր Պողոսի նման, սպասիր Պետրոսի նման, սպասիր Հեսուի նման։ Եվ կանցնես քո ընթացքը։ Եվ Աստված կտեսնի քո սիրտը։ Ինչու Տերը տարավ անապատ Իսրայելին։ Ինչու է մեզ տանում անապատ։ Ինչու մենք ունենք անապատներ իրավիճակներ, որ հենց հիմա եկել է մեզ բարդակումը։ Անապատը շատ դասեր ունի իր մեջ, եւ այնտեղ Աստված սովորեցնում է մեզ։ Եսայա գնացինք, Եսայա 7:15։ Այստեղ այսպես է գրված սիրելիս։ Բացել ես։ Բացել ես։ Եսայա 7:15։ Որովհետև այսպես է ասում բարձրը եւ բարձրալը, հավիտենականության մեջ բնակվողը եւ որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձրում եւ Սուրբ տեղը, բայց լինում եմ կորած եւ խոնար հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենթանացնեմ եւ կենթանացնեմ սրտով կոտրվածներին։ Եսայա 7:15։ Սիրելիս, եթե դու սրտով կոտրված ես, վազիր Տիրոջ ոտքերի առջև, վազիր Տիրոջ ոտքերի առջև, խոնարհվիր նրա առջև։ Տերը ասում է քեզ, տարա անապատ, որպեսզի խոնարհեցնեմ, տարա անապատ, որպեսզի քեզ սովորեցնեմ, տարա անապատ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես կարելի է իրավիճակից դուրս գալ։ Բայց մենք հիմնվում ենք մեր փորձության վրա, մեր փորձերի վրա, թե ինչպես ենք անցել։ Մենք հիմնվում ենք մեր աշխատանքի վրա, մենք հիմնվում ենք մեր ֆինանսների վրա, մենք չենք սպասում, որ Տերը գա եւ ճեղքում կատարի։ Միանգամից հեշտ տարբերակը։ Միանգամից հեշտ տարբերակը։ Մեկի մոտ Ռուսաստաններում, մեկի մոտ արտասահմաններում։ Գիտես, Աստված ինքը ասում է դու ես ընտրում ճանապարհը։ Աստված ասում է դու ես ընտրում ճանապարհը սիրելիս դժվարության։ Աստված ասում է դու ես անապատի մեջ գործողություն կատարողը։ Դու ես անապատի մեջ ընտրում, մնաս մեռնես, թե գնաս ու ժառանգես Քանանի երկիրը։ Անապատը քեզ համար չի, Քանանն է քեզ համար։ Անապատը ինձ համար չի, Քանանն է ինձ համար։
Չէ՞ որ մարդիկ հрьяաները անապատի մեջով անցնում են, որպեսզի հասնեին Քանանի երկիր, չէ՞։ Բայց չհասան, չէ՞։ Ինչու չհասան։ Կարող ամենք էլ այդպես լինենք։ Չհասնենք այնտեղ։ Եսի։ Հակոբոս 4 գլխի 6-րդ խոսքում ասվում է. Հակոբոս 4 գլխի 6-րդ խոսք։ Աստված խոնարհներին շնորհ է տալիս։ Այսօր մենք Աստծո շնորհի կարիքը շատ ունենք, սիրելիս։ Այսօր ես քանի դեռ մենք չենք խոնարհվել, Աստված չի կարող գործել մեր կյանքում։ Ի վերջո հպարտությունը մեղք կա եւ դատապարտվում է մահվան մեղքը։ Հակոբոս 4 գլխի 6-րդ խոսք 1376 Երբ Պողոս նավակում էր ու ասում. «Տեր, հեռացրու այս խայթոստը ինձանից», Տերը պատասխան տվեց նրան. «Իմ շնորհը բավական է քեզ։ Եթե Տերն է կամեցել, որ որևէ խայթոս լինի իմ ու քո կյանքում, սիրելիս, թող այն լինի»։ Եթե Տերն է ուզում, որ մենք անապատի մեջով գնանք, սովորենք, թե ինչպես մեր հավատքը պահենք, թող լինի, սիրելիս։ Թող լինի, որպեսզի մենք կարողանանք պահել մեր պատվիրանքները։ Թող լինի, որպեսզի մենք ճաշակենք Տիրոջ հրաշքը, ճաշակենք Տիրոջ խոսքը, պահենք մեր հավատքը, կառուցենք մեր հավատքը, կառուցենք Տիրոջ տունը։ Թող այդ անապատի մեջով քայլենք։ Հեշտ ճանապարհը մի ընտրիր։ Տերն ասում է, որպեսզի սրտիդ միջում իմանամ, դրա համար ինքը տարավ անապատ, որպեսզի իմ ու քո սրտի մեջին իմանա, որպեսզի փորձվես եւ տեսնես, ասելու ես ինչու Տեր, թե Տեր կներես իմ արած ու չարածների համար։ Մեզ ինքը մեղքը, սիրտը, ես պատկերացնում եմ այսպես, կարմիր գույնի իմ ու քո սիրտը եւ սև գույնի նետերը այսպես գալու խրճվում են սրտի մեջ։ Այդ ընթացքով այդ նետերը մտնում են սրտի մեջ, պատկերացնում ես ինչպես է սիրտը սենց Ինքսենց արագանում աշխատանքը, ցավից վախ, մեղք այդպիսին ասիրելիս, ինչքան էլ հաճելի լինի, սկիզբը հաճելի է, վերջը ցավալի, սկիզբը հաճելի է, վերջը ցավալի։ Աստված ուզում է սիրելիս տեսնել քո սիրտը անապատի մեջ, ինչ ես ասելու նրան, ինչ ենք ասելու նրան։ Աստված մեր սրտի միջինը գիտի, բայց նա ուզում է, որ մենք իմանանք եւ տեսնենք արդյոք ճշմարտության մեջ ենք։ Մենք ինքնուրույն չենք կարող գնահատել մեր կարգավիճակը։ Մենք շատ ժամանակ չափազանցում ենք մեր մասին, այս խոսքը ինձ համար է։ Շատ ժամանակ մենք ասում ենք, մենք այնքան ծանր ենք, այնքան բեռնավորված ենք, այնքան ժամանակ չկա, այնքան։ Սիրելիս Աստված ասում է, ուզում եմ տեսնել քո սրտի միջինը, մի գնա մարդու առաջ լացիր, գնա Տիրոջ առջև լացիր։ Աստված կարող է բացել երկնքի դռները, երկնքի պատուհանները։ Ամեն։ Մեր խառնվածքով մենք ավելի շատ ուրիշի աչքի մեջի տեսածն ենք տեսնում, քան մեր աչքի երանն ենք տեսնում։ Ես ինչքան էլ ճիշտ լինի, ինչքան էլ լավ լինի, բայց քրիստոնեությունը ինքը կյանք է, որ մարդը պետք է փոխվի։ Մենք ուրբաթ օր ունեցանք Սուրենավանում Յանարի տնային խմբակ, խոսում էինք նրա մասին, կարևոր չի թե Կիրակի օր ինչքան ենք խոսքը վերցնում տնային եկեղեցում ասում, կարևորը թե մենք հասկանանք որտեղ ենք ու որտեղ ենք գնում։ Այո, խոսքը պետք է խոսվի խմբակներում, այո, պետք է գնալ խմբակ, որտեղ կարևոր է եկեղեցի գնալը, խմբակ գնալը, բայց կարևոր չի, որ գնաս այսպես անգիր խոսես ու դուրս գաս այդտեղից այդ 2 ժամը։ Կարևորը թե դու այնտեղ ինչ ես տալիս, սիրտդ ես դնում, Տիրոջ խոսքն ես դնում, թե ուղղակի գնացել ես այդ 2 ժամը անցկացնես։ Գիտես մի բան եմ քեզ ուզում ասել սիրելիս, ես չլինեմ ուրիշ է լինելու, դու չլինես ուրիշ է լինելու, մենք չլինենք ուրիշ է Աստված բարձրացնելու, քարերին բարձրացնելու է Աստված։ Դու ես ընտրում լինես թե չէ։ Եթե ասես չէ, ես կասեմ այդպես չի։ Դու ես ընտրում լինես այդպես անես թե չէ։ Եթե ուզում ես քո երեսը պարզ լինի,
ընտրիր ճշմարտության ճանապարհը։ Երբեմն խոսալով ծառայությունների մասին մարդիկ ասեն, ասում են, հոգնեցի, ակաշներս անընդհատ հոգնեց այդ մասին, ավետարաններ ծանրացավ, ծանր բեր դարավ։ Այո, սիրելիս, ժամանակ կա, որ դու կարիք ունես քո կյանքը դասավորելու, քո կյանքը անապատի մեջից անցկացնելու դեպի Քանանի մեջ գնալու, որպեսզի կարողանաս դիմակայես։ Սրտի խորքում մենք շատ բաներ ենք թաքցրել եւ ոչ մեկ իրավունք չունի այն տեսնելու, այնտեղ տեսնելու եւ Աստված չի կարողանում այնտեղ գործ կատարել, որովհետեւ դու փակել ես, ես փակել եմ իմ սիրտը։ Ես գիտեմ դու կասես, եղբայրս իմ սիրտի դուռը բացել եմ Տիրոջ առջև, ամեն ձևի բացել եմ, բայց Աստված ինքը ասում է սիրելիս մութ բաներ կա, որ դու նույնիսկ ամոթ ես անում արտահայտվել Տիրոջ առջև։ Եվ դա է պատճառը, որ Աստված չի կարողանում անապատային իրավիճակը փոխել։ Ես քեզ կետեր եմ ասում, թե ինչպես անապատից ազատվել։ Ես ի վերջո դու ես կատարողը, ազատվես, թե մնաս։ Մնաս անապատի մեջ հալածանքների, թե գնաս Տիրոջ հետևից դեպի Քանան եւ ճաշակես Քանանի երկիրը։ Թե ճաշակես դրախտը, թե գնաս դրախտում բնակվես։ Բացի քո սիրտը սիրելիս, բացի այն թաքուն տեղերը, որտեղ դու ուզում ես միայն դու իմանալ, թող Աստված իմանա։ Դա է պատճառը, որ դու անապատի մեջ ես։ Դա է պատճառը, որ դու օրհնված ես։ Դա է պատճառը, որ ֆինանսական խնդիրները եկել են ու պարփակել են։ Դա է պատճառը, որ այդ սրտի մեջինը չես ուզում տալ Աստծուն։ Չես ուզում խոնարհվել։ Չենք ուզում խոնարհվել։ Եկեք խոնարհվենք սիրելի ժողովուրդ, Աստծո առջև մեր սիրտը տանք Աստծուն։ Ամեն։ Գիտես, իմ ու քո կյանքից երևալու է։ Մենք խոնարհվեցինք Աստծո առջև սիրտը տվեցինք, թե ոչ։ Մենք օրհնվեցինք, թե ոչ։ Երբ որ դու առատության մեջ ես, մի քիչ հեշտ առատությունով տալիս։ Երբ որ դու անապատի մեջ ես, դու չես կարողանում անապատի մեջ կենտրոնանաս ու ծառայես Աստծուն, Աստծո խոսքին հետևես։ Ես ու դու պետք է կենտրոնանանք ու վերցնենք Տիրոջից կենթանությունը, կենտրոնանանք ու Աստծուց խնդրենք, որպեսզի մեր անապատային իրավիճակները չեղքելով ինչպես կարմիր ծովն էր ճեղքում տանի դեպի Քանան, սիրելիս։ Ամեն։ Եվ մեր սիրտը մաքուր դուրս գա։ Մաքուր դուրս գա։ Մաքուր դուրս գա մեր սիրտը։ Շարունակեմ։ Մատթեոս 5-րդ գլուխ, 8-րդ խոսք։ Երանիների ցանկից եմ կարդալու, երանիներ։ Այստեղ խոսում է 9 երանիների մասին, որից ես կարդալու եմ։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են եւ նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Քրիստոնյայի համար շատ կարևոր է սրտի մաքրությունը։ Քրիստոնյայի համար կարևոր է սրտի մաքրությունն ու մտքի մաքրությունը։ Իսրայելն ամեն ժամանակ ըմբոստանում էր եւ տրտնջում։ Իսրայելն ամեն ժամանակ ըմբոստանում էր եւ տրտնջում։ Ես հիմա նույնպես իրավիճակները չեն փոխվել, խնդիրները չեն փոխվել, կարծես մարդիկ ման են գալիս Մովսեսների, մարդիկ ման են գալիս Ահարոնների, մարդիկ ման են գալիս քահանաների, որպեսզի գնան Աստծո հետ հանդիպման, բայց Աստծո խոսքը ասում է դու քահանա ես։ Ման մի արի Ահարոնին, ման մի արի Մովսեսին։ Դու քահանա ես, գնա հանդիպման, եւ Տիրոջ համբուրը կգա։ Արո Ամերիկան ըմբոստություն կա սիրելիս։ Ինչպես հрьяաների մոտ էր, ինչպես հрья ժողովրդի մոտ էր, Իսրայել ժողովրդի մոտ էր, որ ըմբոստանում են անընդհատ Աստծուն։ Ինչու՞ դեր, ինչու այս անապատը, ինչու 40 տարի, ինչու այս դժվարությունները։ Կարող է մեր մոտ էլ այդպես։ Այս երկրի մեջ, ինչու դեր այսպես, ինչու այն երկրում լավ են ապրում։ Ես մի բան եմ հասկացել անկեղծ։ Իմ համար եմ հասկացել, կարող քեզ համար չեմ հասկացել։ Եթե ես այստեղ եմ ծնվել, ուրեմն ինչ-որ մի բան կա, որ այստեղ եմ ծնվել։ Ուրեմն Աստված ինձ համար մի ճակերտավոր ճակատագիր ունի ինձ համար այստեղ իրագործելու։ Եթե պետք է Աստված ինձ Ռուսաստանում կծններ, չէ՞ որ նա ասում է ես գիտեմ դեռևս քեզ չտնված ժամանակից։ Եթե մենք ծնվել ենք այստեղ, ուրեմն ինչ-որ բաներ ունենք անելու, սիրելիս։ Ինչ-որ բաներ ունենք անելու մարդկանց համար, Տիրոջ համար, մեր ընտանիքների համար։
Մենք շատ ժամանակ կարող է Աստծագործերից բաներ չհասկանանք, բայց վստահ իր Աստծուն։ Կարող է իրավիճակները կան ու դու չհասկանաս ինչու այդպես եղավ, բայց վստահ իր Աստծուն։ Գնանք երկինք Աստված բացատրելու է քեզ ինչու այդպես եղավ քեզ հետ։ Ինչու այդպես եղավ ինձ հետ։ Անապատը սիրելիս մեռնելու տեղը չի։ Անապատը Աստված ասում է, որ մեզ զորացնելու, բարձրացնելու, պարապելու տեղն է։ Որ ես ու դու պետք է զորանան, բարձրանան ու գնանք Քանանի երկիր և ճաշակենք։ Այնտեղի քաղցր մեղրը։ Ամբակում 3-րդ գլխի 17-18 խոսքը շատերի սիրած խոսքը։ Ամբակում 3-րդ գլխի 17-18 Ամբակում շատերի սիրած խոսքը։ Թեև թզենի չծաղկի և որդերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի և արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախիցը, և արջար չլինի գոմերում, սակայն ես Տերով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։ Երանից այս խոսքը բոլորիս համար ամեն լիներ։ Ամբակում 3-րդ գլուխ 17-18 խոսքերը։ Մեր բարերով Աստված ասում է, եթե աշխատանքը դել, Ամբակում ասում է, եթե աշխատանք էլ չունենաս, սովածել մնաս, խալաթենիկդ բացես դատարկ լինի, լույսի փողը չունենաս լուծելու, իրավիճակ չունենաս, հիվանդանաս, բայց ես փառքը տալու եմ Աստծուն։ Ամեն։ Երանից այդպես անենք մենք։ 4 կետը ես իմ մոտ նշել եմ։ Այն հարցին, թե Աստված ինչու Իսրայել ժողովրդին անապատի մեջով տարավ և ինչու ենք մենք հիմա անապատի մեջ, որպեսզի Աստված ինձ ու քեզ խրատի։ Հիմնվել եմ այս խոսքի վրա։ Եբրայեցիս 12-5-11 խոսքերը։ Եբրայեցիս 12 գլուխ 5-11։ Ես ինձ մոտ առանձնացրել եմ դրա համար եմ այս ճարում։ Բայց դու եք բացիր։ Եբրայեցիս 12-5-11։ Շարունակել։ Այսպես ասում, և մոռացաք այն մխիթարությունը, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ խոսում է։ Իմ որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը, և ոչ էլ վհատվիր նրանից հանդիմանված ժամանակը, որովհետև Տերը իր սիրածին խրատում է։ Շատ ժամանակ Աստված ինքը խոսքեր ուղարկում ես, որպեսզի մենք խրատվենք, պատգամներ է ուղարկում, որպեսզի մենք խրատվենք, բայց մենք այդ պատգամները չենք վերցնում ու գնում ենք, մենք մտնում ենք հենց այդ թակարդը։ Այս խոսքի հիման վրա եմ ասում։ Կիրակի օրը մենք գալիս ենք ժողովուրդ եկեղեցի, որպեսզի կարողանանք վերցնել Աստծուց այդ կենդանությունը ու գնանք շարունակենք մեր կյանքը Տիրոջ խոսքի համապատասխան։ Ոչ թե գալիս ենք, որ հետաքրքիր է մեզ համար։ Մենք նույնպես խոսում ենք սրա մասին, թե ինչու եմ ես գնում եկեղեցի։ Այդ հարցը քեզ տվել ես ինչու եմ ես գնում եկեղեցի։ Հետաքրքիր է, չէ՞ խմբակում երբեմն այսպիսի բաներ արեք, այդ հարցեր, քննարկումներ արեք։ Ինչու դու գնաց, ինչու ես դու գնում եկեղեցի։ Եթե քեզ ինչ-որ մի մարդ մոտիկանա հարցնի սիրելի Սեյթրակ, Դավիթ, չգիտեմ, Արո, ինչու ես դու գնում եկեղեցի։ Ինչ կպատասխանես դու։ Կարևոր է դա իմացել, չէ՞։ Անապատում Տերը խրատում է մեզ, շտկում և նմանեցնում իր որդուն, Հիսուսին։ Նա խրատում է մեզ, որովհետև մենք հավատքի մեջ աճելու կարիք ունենք։ Այս հավատքն է, որ Աստված ուզում է տեսնել մեր մեջ։ Այս հավատքն է ուզում, որպեսզի Աստված մեր մեջ տեսնի սիրելիս։ Աստված սա է ուզում ինձ ու քեզանից։ Աստված չի ուզում ինչպես օճառ ձեռքերից Պլեստան, ինչպես մեր սիրելի օրներ ասում։ Ես վստահված եմ ավելի ճիշտ, որ Աստված բոլորին այստեղ հնարավորություն ու ժամանակ է տվել։ Օրհնվելու, բժշկվելու, ֆինանսական խնդիրները լուծելու, ընտանիք կազմելու, երջանկությունը ճաշակելու,
անապատի մեջ քայլելու։ Ի վերջո մենք ենք գնում աջ թե ձախ։ Ի վերջո մենք ենք գնում անապատի մեջ թարևորենք ասում թե այս ճանապարհով գնանք։ Եվ ասենք Տերն Տերն ասում է, որպեսզի հասկանաս Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով է մարդը ապրում։ Աստծո բերանից դուրս եկած խոսքով է մարդը ապրում։ Ոչ միայն հացով, այլ Աստծո բերանից դուրս եկած խոսքով։ Մենք պետք է ապրենք նրա խոսքով, որպեսզի մեր կյանքում խոսքին տեղ տանք։ Մենք անապատում ենք սովորում լինել կախված Աստծուց, կշտանալ Աստծո խոսքով, ոչ միայն հացով, այլ Աստծո խոսքով։ Երբ որ բացում ես սառնարանը, բան չկա ուտելու եւ գնում ես Աստծո խոսքից, ինչ-որ մի խոստում ես վերցնում Տեր, այդ ընթացքում ես դու կախվածությունը ձեռք բերում Աստծուց։ Երբ որ քո երեխան կարիք ունի ինչ-որ մի շորի, այդ ընթացքում ես դու սովորում Աստծուց կախվածություն ձեռք բերել։ Չգիտեմ, իմ կարծիքով պետք է նորմալ քրիստոնյայի կյանքում այդպես արտահայտվի։ Տերն ասում է, որպեսզի պատրաստեմ եւ առանձնեմ քեզ մտնելու Քանանի երկիր։ Դա է այն պատճառը, որպեսզի ինքը շատ ժամանակ որ մեզ տանում է անապատի մեջով։ Որպեսզի ես ու դու անապատը ճեղքենք ու գնանք Քանանի երկիր։ Հիշիր դժվարությունից հետո հեշտություն է գալիս։ Կյանքում միշտ չի որ դժվարությունը մնում է։ Դժվարությունից հետո երջանկություն է գալիս, ուրախություն է գալիս, Քանանն է գալիս։ Եթե դու կայնես անապատի մեջ մեռնելու ես։ Եթե դու կայնես անապատի մեջ առաջ չես գնալու։ Դրա համար մեզ պետք է գնանք անապատից դեպի Քանանի երկիրը ժառանգենք։ Ես Աստված ամեն բան անում է, որպեսզի ես ու դժոխ չգնանք։ Արդեն ամեն բան արել է։ Աստված ամեն բան արել է, որպեսզի ես ու դժոխ չգնանք։ Մենք ենք ընտրում գնալու ենք, թե ոչ։ Ճաշակելու ենք Քանանի երկիրը, թե ոչ։ Եսայի 41:17 խոսքում այսպիսի հետաքրքիր բան է գրված։ Աղքատներն ու տնակները ջուր են որոնում եւ չկա։ Նրանց լեզուն ծարավիչ չորացել է։ Եվ Եհովաս նրանց պատասխան են տալու Իսրայելի Աստվածը նրանց չեն ձգի։ Տիրոջ խոստումները մեծ են սիրելիս։ Եվ իրականանում են մեր կյանքում, եթե մենք հավատարիմ մնանք նրա հետ։ Հավատարիմ քայլենք նրա հետ։ Նա մեզ խոստացել է, որ չի թողնելու մեզ աղքատության մեջ, չի թողնելու մեզ անապատի մեջ, չի թողնելու մեզ տկարության մեջ, հիվանդության մեջ։ Չի թողնելու, որ մենք քաղցած մնանք, ծարավ մնանք, հիվանդ մնանք։ Տերը մեզ չի խոստացել դա։ Տերը մեզ ասել է միշտ ես քեզ հետ եմ։ Ես քեզ բարձրացնելու եմ, քեզ զորացնելու եմ։ Ամեն։ Եսայի 41:17 խոսքը։ Ես Աստված տեսնում է բոլորի կարիքը։ Աստված տեսնում ու նկատում է իմ ու քո կարիքը։ Եվ մի բան գիտեմ, որ Աստված չի անարգում իմ ու քո կարիքը։ Չի ահամալում իմ ու քո կարիքը։ Եթե դու աղոթում ես ու ապավինում ես Աստծուն, ապա Աստծուց ստանալու ես դա։ Եթե դու ապավինում ես, աղոթում ես, ուրեմն դու ապավինում ես Աստծուն։ Պետք է սպասես նրանից։ Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր իսկական ապավինում են Տիրոջը։ Ամեն։ Ես կարելի է բանելով ասել, ես ապավինում եմ Տեր քեզ։ Ապավինում եմ, բայց կյանքովդ մեկ չապավինես։ Աղոթքը ինքը գործողություն է սիրելիս։ Աղոթքի հետ պետք է համահունչ քայլել։ Աղոթքի հետ պետք է ես ու դու համահունչ քայլենք։ Ոչ միայն ասենք այդ բառերը, ոչ միայն զրուցենք Աստծու հետ, այլ իրագործենք դա։ Նա ոչ ոքի չի անարգում և չի արամարում, յուրաքանչյուր մարդ, ով աղոթում է, ապավինում է Աստծուն, Աստված պատասխանում է նրան։ Խոսքը նրանց մասին ովքեր ապավինում են Աստծուն, ոչ միայն Աստծո անունը ման գալով, ասելով են ման գալիս, այլ ապավինում են նրան։ Մարդկանց մոտ խղճահարություն առաջացնելով, որպեսզի երբեմն մենք այդպիսի բաներ ենք ուզում անել, որ մարդիկ խղճան, բայց սիրելիս ապավինի Տիրոջը,
Սաղմոս 37-25-ում Դավիթը թագավորն ասում է. Ես երեղա եւ ծերացա եւ չտեսա արդարի երեսից են թողված։ Արդարի երեսից թողված։ Եվ ոչ նրա զավակին, որ հաց մուրա։ Ամեն։ Աստված քեզ սա է ասում։ Ամեն։ Ասում է Դավիթը, ես ծերացա եւ չտեսա արդարին, որ ինքը հաց մուրա։ Եթե դու Աստծո երեխան ես ու արդարն ես, սիրտդ մաքուր է, դու չես մուրաս երես։ Խոսքը Տիրոջից կվերցնես, կապրես այդ խոսքով։ Սիրելիս, ես ու դուք պետք է հասկանանք, թե Տերը վերջին ինչ է ուզում մեզանից։ Ես ու դուք պետք է հասկանանք Տիրոջ խոսքին։ Որքան էլ դժվար լինի, հայացքները մենք պետք է ուղղենք մեր Աստծուն, աղոթենք եւ վստահենք նրան, եւ նա կհոգա մեր կարիքների մասին։ Ամեն։ Ես կխնդրեմ փառաբանության խումբը գա, իմը գա։ Այս կետերը, որ ես ասեցի քեզ, վերցրու քո սրտի մեջ։ Այս կետերը, որ ես ասեցի, վերցրու քո սրտի մեջ։ Հասկացիր, անապատը իմ ու քեզ համար չի։ Հասկացիր, այդ ինչուները իմ ու քեզ համար չեն, որ մենք տալիս ենք Աստծուն։ Ինչուները միշտ ունեն պատասխան։ Իրավիճակները ինչքան էլ դժվար լինեն, փոթորկոտ լինեն, աճ ու ձախ լինեն, Աստված քեզ իրավիճակների մեջից բարձրացնում է եւ տանում է դեպի Իրան։ Չգիտեմ դու քո հարցերի պատասխանները ստացար թե չէ։ Ինչ չստացար Տիրոջից ակնկալիր։ Եկ կանգնենք ոտքի սկսենք երկրպագել մեր Աստծուն։ Ես Աստված անապատից հետո ենք ասում, լավ, բարի եւ հավատարիմ ծառա։ Քիչ բաների վրա հավատարիմ եմ, ես քեզ շատ բաների վրա կդնեմ։ Մտիր քո Տիրոջ տուն ուրախությունը։ Այսօրվա իմ քո քիչը վաղվա շատն է սիրելիս։ Այսօրվա իմ քո տխրությունը վաղվա ուրախությունն է։ Այսօրվա իմ քո դոշ ծեծելը վաղվա Տիրոջ փառքն է։ Այսօրվա իմ քո աղոթքը սիրելիս վաղվա Տիրոջ խոսքի կատարումն է, որ Աստված կատարելու է իմ ու քո կյանքում։ Հալելույա քեզ Տեր։ Հալելույա քեզ Տեր։ Մենք քեզ փառք ենք տալիս Տեր։ Եկ ուղղակի սիրելի սրտով սկսենք գանք Տիրոջ առջև։ Հիսուսի անունով գանք մեր հոր առջև։ Սկսենք սրտից սրտով հարաբերություն ունենալ։ Սկսենք աղոթել մեր Տիրոջը, ողջ սրտից։ Խոնարհվենք Տիրոջը։ Մաքրենք մեր սիրտը։ Մաքրենք մեր միտքը։ Խոնարհությունով ընդունենք նրա խոսքը։ Դուրս գանք անապատից։ Եվ փառք տանք նրան։ Հալելույա քեզ Տեր։ Հալելույա քեզ Տեր։ Սիրելիս աղոթիր քո անապատի համար։ Աղոթիր այնտեղ, որ հենց կա որտեղ դու կանգնած ես, թող ծաղկի այդ իրավիճակը։ Աղոթիր այն հիվանդության համար, որը քեզ խանգարում է։ Եվ դե կբժշկիր այն խոսքի համապատասխան։ Թե ես ու հավատալ, սպասենք նրանից։ Գիտես կարող է 40 տարի պետք է դու սպասես, որպեսզի այդ խոսքը կկատարվի, բայց սպասիր Տիրոջից։ Սպասիր Տիրոջից եւ Տերը քեզ կպատասխանի իր խոսքի համապատասխան։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ մեզ հնարավորություն ես տվել Տեր։ Գա քո որդու Հիսուսի անունով քո առջև Տեր։ Շնորհակալ ենք այս պատվի արտոնության համար Տեր, որ մենք քո ժողովուրդն ենք պատկանում։ Շնորհակալ ենք Տեր, որ դու լսում ես մեզ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ծաղկեցնում ես անապատը Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ Քանանի երկիրը մեզ ես տալիս Տեր։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Բրիլա բախեք երևեխ, բրիլո մոխան արավաշե,
փրկելով Տեր իմ Աստված եւ վերցնելու այդ օրհնությունը, վերցնելու այդ հրաշքը Տեր իմ Աստված։ Հինոմանը ֆեքել եմ ախեջ, հիրամախեք հանաբաշեջ, հիրամաշակրաման թարախեքել եմ եղեջ, օլամաշակրամանը ֆեքել եմ ախեջ, հիրոմանը դր ֆեք հարամախեջ։ Տեր իմ Աստված դու ես տեսնում, մեր սիրտը Տեր, դու ես տեսնում ցանկանալը Տեր, անելու չանելը Տեր, դու ես տեսնում վերցնելու չվերցնելը Տեր։ Հիսուսի անունով Տեր մենք խնդրում ենք այս կարիքների համար Տեր։ Հիսուսի անունով մենք խնդրում ենք այս կարիքների համար Տեր։ Իրավաշակ հակավանքանը Տեր, իրավաշակ հարամախոսանը Տեր։ Baba fakaraman tarafı Amen deseki karık Isus'tan dönmez konsume Let us not in it Isus not of the Sonno Let us not in it Amen deseki Jesus yalnız Jesus yalnız Herkes
աշխարհին։ Եթե մեր Աստված հաղթել է, ուրեմն մենք էլ ենք հաղթել։ Այն հոգին, այն հաղթության հոգին, որ Տիրոջ վրա էր եւ Տիրոջ մեջ էր, այդ նույն զորությունը այսօր քո մեջ է։ Սուրբ Հոգով դու հաղթող ես, ամեն։ Այս զորությամբ, այս փառքով գնա քո տուն։ Եվ թույլ մի տուր, կրկին անգամ եմ ասում, ես հավատում եմ, որ սա Տերն է խոսում։ Թույլ մի տուր քո թշնամուն, որ հանգցնի այդ փայլը, այդ լույսը քեզ վրա, որովհետև դու այն լույսն ես, այն ճրագականն ես հայտնության միջի, որ Աստված խոսում է։ Ամեն, ասում եմ, ես ման եմ գալիս իմ եկեղեցու, իմ ճրագականների մեջ, այն վառված ճրագն ես դու Աստծո համար, ամեն։ Գնա Տիրոջ օրհնությունը քեզ հետ, թող Տիրոջ փառքը, թող Տիրոջ զորությունը քեզանից անպատասխան լինի, ամեն։